Պարոն Բաբաջանյան, երկուշաբթի օրվանից արդեն մեկնարկել է կենտրոնական ընտրական հանձնաժողովում մասնակցության հայտերի գրանցումը։ Հանուն Հանրապետության կուսակցությունը ինչ փուլում է, արդյոք արդեն ներկայացրել եք, թե պատրաստվում եք ներկայացնել, ունեք ձեր վարչապետի թեկնածուն։ Առաջիկայում համագումար ենք պատրաստվում անցկացնել, որտեղ ուրեմն ցուցակը կհաստատենք, մեր ընթացիկ կուսակցության հետ կապված մի քանի կարևոր որոշումներ։ Մենք չունենք վարչապետի թեկնածու, ցուցակը կգլխավորեմ ես, բայց մենք ի սկզբանե հայտարարում ենք, որ մենք չենք գնում իշխանափոխության, մենք գտնում ենք, որ այսօր օրակարգային շատ ավելի հրատապ հարց կա, որը վերաբերում է ընդդիմափոխության օրակարգին, եւ մենք մեր ընդլայնված ցուցակով խնդիր ենք դրել հենց ընդդիմափոխության խնդիրը լուծել երկրում։ Կարծում ենք նաև մեր շփումներից ենք զգում, որ ժողովրդի կարևոր մտահոգություններից մեկը այս պահին մեր քաղաքական միջավայրը, մեր պետության գոյության հետ անհաշտ քաղաքական ուժերին ուղղակի չեզոքացնելն է, եւ դրա միակ հնարավորությունը ակտիվորեն ներգրավելն է այս գործընթացում, ընտրական գործընթացում։ Եվ ում հաշվին է ձեր ցուցակը ընդլայնվելու։ Վառ անհատականությունների, հայտնի անհատների, ում հետ շարունակում ենք դերևս քննարկումները, բանակցությունները, կարող ենք ասել, որ արդեն ամբողջացման այսպես փուլում ենք, եւ մեր կուսակցության ցուցակով մի քանի վառ անհատականությունների հետ հանդես կգանք հանրությանը։ Տեսեք, մեղադրանքներ կա, այսպես ասած, արևմտամետ դիրքորոշում ունեցող ուժերին ասում են, որ փոշիացնում եք այսպես առանձին ընտրություններին մասնակցելով, որովհետև այն մասան, որը ուզում է, որ յուրաքանչյուր ուժ լինի խորհրդարանում, կգնա իր նախընտրած ուժին կքվեարկի, բայց ասում եմ ոչ մի արդյունք տեղի չի ունենա, որովհետև այդ ձայները կփոշիանան, հնարավոր չի լինի, չեն ունենա որևէ ուժ առանձին մասնակցելով մտնել խորհրդարան, ինչ օրինակ չհաջողվեց Եվրաքվեի սցենարը կիրառել այս դեպքում։ Մենք բաց ենք եղել այդ համագործակցության համար, այդ ձեր տեղը նստած էր մի տարի առաջ մայիս ամսին Արամ Զավենի Սարգսյանը, որը ինձ հավաստում էր, որ մենք միասին մասնակցելու ենք ընտրություններին, կոնկրետ սցենարներ էր ինձ հետ քննարկում, հետո որոշեց, որ պիտի իրենք առանձին գնան։ Մենք չդադարեցրինք քննարկումները այլ քաղաքական ուժերի, այլ հնարավոր ուրեմն պոտենցիալ թեկնածուների հետ, բայց կարևորը նաև թե ինչի շուրջ ենք համախմբվում, սկզբունքներ կան կարևոր։ Եվրաքվեի մեր մյուս գործընկեր, օրինակ Տիգրան Խզմալյանի հետ հատկապես նրա վերջին օգոստոսի 8-ի օրինակ համաձայնության վերաբերյալ իր դիրքորոշումը մեզ համար անընդունելի է, մենք շատ կարևոր ենք համարում այդ համաձայնությունը եւ մեզ համար առանցքային է ընդհանրապես խաղաղության գործարքը Միացյալ Նահանգների միջնորդությամբ, բայց իր պատկերացումները էապես տարբերվում են եւ մենք այդտեղ օրինակ անհամաձայնություն ունեինք, խոսեցինք, փորձեցինք համաձայնության եզր գտնել, չստացվեց եւ Չէ, բայց նա ասում է 70 հոկանոց ցուցակ է փոխանցել ձեզ Ազատ Արշակյանի գլխավորությամբ եւ պատասխան չի ստացել, թե արձագանք չի ստացել։ Չգիտեմ ինչ է ասում, մենք չունենք 70 հոկանոց ցուցակ, Ազատ Արշակյանի միջոցով չէր կարող որևէ բան ինձ փոխանցվել, որովհետեւ մենք այս պահին աշխատանքների մեջ ենք։ Ճիշտ ասած չեմ հետևել ինչ է ասում, բայց ինձ համար ավելի կարևոր են եղել այդ քննարկումները եւ որոնց շուրջ չենք կարողացել համաձայնության գալ։ Այսինքն մենք չենք կարող միայն նրա համար, որ Եվրաքվեն
կրկնենք առանց այդ սկզբունքները ճշտելու եւ առանց այդ կարևոր խնդիրները քննարկելու ուղղակի գնանք ընտրությունների դրանք չափազանց կարևոր են եւ դրանց շուրջ չենք ձեռք բերել համաձայնություն մեր քաղաքական մյուս գործընկերների հետ թվում ոչ միայն Եվրաքվեի մասնակից ուժերի նաեւ դրանից դուրս ենք մենք փորձել համաձայնության հասել չի ստացվել եւ մնացել ենք այն անհատների հետ ովքեր ընդլայնված ցուցակի մեր կարևոր դերակատարներն են դարձել եւ մենք այդ ցուցակով ենք հանդես գալու իսկ Արամ Սարգսյանի հետ ինչու համագործակցությունը չստացվեց որ փուլում խզվեց այդ կապը ոչ ոք չի խզվել մենք նորմալ հարաբերություններ ունենք պարոն Սարգսյանը ասաց որ իր կուսակցությունը դեմ է դաշինքով ընտրություններին ես ճիշտ ասած անձնապես այլևս ես այդ հանդիպումից վերջի հանդիպումը եղել է այստեղ մի տարի առաջ մայիս ամսին դրանից հետո էլ երբեք չենք հանդիպել գոնե քաղաքական հարց քննարկելու համար ես հարցազրույցներից եմ իմացել որ իրենք իր որոշումը մեծապես պայմանավորված է իր կուսակցության դիրքորոշմամբ եւ իրենք որոշել են որ իրենք առանձին պիտի մասնակցեն բայց մենք շարունակում ենք մնալ գործընկերներ եւ հույս ունենք հետընտրական համագործակցության խորհրդարանում համագործակցության մենք իրենց հաջողություն ենք մաղթում եւ մենք էլ ամեն ինչ անելու ենք որպեսզի մեր ձայները կարողանանք կայունացնել ավելացնել խորհրդարանում տեղ գտնել որտեղ այս ընտրությունները բազմաթիվ անակնկալներ են խոստանում եւ մենք պիտի լինենք կարևոր ոչ մի բան հնարավոր չի կանխատեսել մենք ակնհայտորեն գիտենք որ հասարակության շատ ստվար մասը դեռևս կողմնորոշված չի հիասթափված է շատերը ուղղակի չեն ուզում մասնակցել ընտրություններին մենք կարծում ենք որ մենք այն քաղաքական ուժն ենք որ կկարողանանք մեր ուղերձներով մարդկանց տնից հանել տանել քվեարկության եւ այս կանխորոշված պատկերը ուղղակի թույլ չտալ որ տեղի ունենա որտեղ երրագլուխ այսպես ասած նախկին ուժերից բաղկացած էս ուժերի համախումբը հիմնական ֆավորիտն է համարվում գործող իշխանության դեմ հանդես եկող որպես այսպես քաղաքական ճամբար մենք ամեն ինչ անելու ենք որ այդ իրականությունը փոխենք որովհետև խորապես համոզված ենք որ 2021 թվականից Հայաստանում մեծ հաշվով ընդդիմությունը Պուտինն է եւ սա մեծագույն սպառնալիք է պետության համար որովհետեւ ըստ էության մենք ունենք ընդդիմություն այսպես կոչված որը չի առաջնորդվում Հայաստանի շահերով մենք ունենք ընդդիմություն որի պատվիրատուն եւ որի թելադրողը որի հանձնարարությունները ստացվում են Հայաստանից դուրս դուք չեք լսում նրանց ելույթները այո եւ վերահաստատվում են իմ Հայաստանի զարգացման, շենացման, աշխատատեղեր, տնտեսական հզորություն, անվտանգային հզորություն ճիշտ ասած դրանք թերապես Հայաստանի հետ կապ չունեցող պնդումներ են մանավանդ որ Պուտինը իր Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անթակույց խոսեց ռուսամետ այսպես կոչված ուժերի մասին, կոնկրետ Ռուսաստանի քաղաքացուն ընտրություններին մասնակցելու հնարավորություն ընձեռելու հարց բարձրացրեց, ամեն ինչ բացահայտվեց։ Այստեղ չափազանց կարևոր մի տար կա, որ կուզեմ հատուկ ընդգծել։ Մենք անդադ խոսում ենք երկրի ինքնիշխանությունից, սուվերենությունից։ Երկրին ինքնիշխանություն կարող են բերել այն քաղաքական սուբյեկտները, ովքեր
ընդհանրապես մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Չափազանց կարևոր է, որ իշխանության աղբյուրը լինի ժողովուրդը, այն ժողովուրդը, որը ապրում է այն երկրում, որտեղ պիտի տեղի ունենան այդ ընտրությունները։ Մենք հատկապես Պուտինի հետ հանդիպումից հետո կարող ենք այլևս համոզված ասել, որ այս իշխանությունների, այս ընդդիմության աղբյուրը իշխանության ժողովուրդը չի, Պուտինն է։ Հետևաբար կարող ենք ասել, որ այդ ընդդիմությունը, որը հավակնում է լինել իշխանության ընդդիմադիր հատվածը, սուվերեն չի եւ ինքնիշխան չի։ Այդ նշանակում է, որ ձեր խանութից գնաց 100 դրամանոց պայմանական հացի 20%-ը, որ դուք բյուջե եք վճարում, տնօրինելու են նաև ուժեր, որոնք հայաստանացին չեն, որոնք չեն առաջնորդվում Հայաստանի քաղաքացու շահով եւ որոնք այսօր թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներ են գործադրում, ահռելի ֆինանսական միջոցներ են շրջանառում, որպեսզի կարողանան ընտրություններում իրենց համար ցանկալի արդյունք ապահովել։ Փող են բաժանում, որ իրենց ընտրեն։ Այդ ամենաանմեղ հանցանքն է։ Ես իհարկե հույս ունեմ, ունեմ անում իրենց այդ հսկայական փողերը, որ ընտրվեն, ոնց են օգտագործում։ Հույս ունեմ, որ այդ համապատասխան մարմինները դրա շուրջ ուրեմն աշխատանքներ։ Դուք ինչ նկատի ունեք, որ նման հայտարարություններ կան։ Պատկերացրեք, մենք էլ ընտրությունների մեջ ենք, գիտենք ով ինչ ընդհուպ միջև հանրահավաքներին մարդկանց տանելու համար օրինակ 40-ից 50 հազար դրամ գումար են տալիս, որպեսզի կարողանան մասսայականություն ապահովել։ Մարդկանց ավտոբուսներով քաղաքից քաղաք են տեղափոխում, որպեսզի կարողանան իրենց գրասենյակների բացման այսպես շռնդալից դա օրենքի խախտում է։ Արարողություններ, այո, չես կարող մարդկանց վճարելով հարկադրաբար։ Չէ, եթե ավտոբուս է բերում, որ կուսակցին, օրինակ կամ աջակցին A-կետից B կետը տեղափոխի, դա օրենքի խախտում է։ Դե իհարկե խախտում է։ Եթե մենք կուսակցական գրասենյակի բացում ենք իրականացնում, օրինակ Էջմիածին քաղաքում, Երևանից մարդկանց տեղափոխելը, եթե ուզում են գան այդ մարդիկ, հա, եթե ուզում են գալ, բայց այդտեղ փողի տար կա եւ իմ ունեցած տվյալներով հակակոռուպցիոն կոմիտեում օրինակ մի քանի հոգի արդեն խոստովանել է, որ իրենց ուրեմն գումարով պարտադրաբար տարել են այդպիսի միջոցառումների։ Որ ուժի միջոցառմանն են գրասենյակի բացման։ Ուժեղ Հայաստանի համար։ Եվ 50,000 դրամ տալիս են, որ մի հոգին մի ժամով կամ 2 ժամով այդ միջոցառումը։ Չգիտեմ քանի ժամով։ Ընդհանրապես ժամը էական չի, այդ ընդհանրապես գործողությունն ապօրինի է։ Ընդհանրապես պետք է նաև ուսումնասիրության առարկա դառնան ֆինանսական շրջանառվող միջոցները։ Պետության կարևոր պարտականությունն է հավասար պայմաններ ապահովել բոլոր քաղաքական սուբյեկտների համար։ Մենք տեսնում ենք, որ ահռելի գումարներ են լրատվամիջոցների վրա ծախսված, այդ լրատվամիջոցների միկրոֆոնները մշտապես ներկա ապահովելու համար եւ ակնհայտորեն այդտեղ ապօրինի շրջանառու միջոցներ կան եւ հույս ունենք, որ օրինակ այն զգուշացումները, որ նաեւ իշխանության ամենաբարձր մակարդակներից հնչում են, դրանք կոնկրետ հետևանք կունենան, որովհետեւ քաղաքական հայտարարություններին պիտի նաեւ իրավական գործընթացներ հետևեն եւ մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, որը կարծես իր համար կենաց մահու կռիվ է հրճակել Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ուրեմն Հայաստանի պատկան մարմիններն էլ համարժեք ուրեմն վերաբերմունք հանդես կբերեն եւ ստանրաժեշտության ինչ որ ուժեր գուցե եւ միջև ընտրություններ չհասնեն նրանց ապօրինությունների բացահայտումը ուղղակի կարող է այնպիսի բացահայտումներ ի հայտ բերել, որոնք թույլ չտան, որպեսզի նրանք
հունիսի Ենթադրում եք դուք, թե ինչ-որ տեղեկություն հունիսի 7-ին ուրեմն նրանք լինեն քվեաթերթիկում։ Ես քննարկումներ կան այդպիսի, ես գիտեմ, որ կա Իշխանությունը քննարկում է որոշ ուժերի չգրանցել։ Ես իշխանության ասելով, ես գիտեմ, որ այդպիսի գործեր կան եւ այդպիսի վարույթներ կան եւ նաեւ վարչապետի վերջին որոշ հայտարարություններ կարծես դրա մասին են։ Դե բայց արդեն Վլադիմիր Պուտինն ասել է, դուխ կանի Նիկոլ Փաշինյանը չգրանցի որևէ ռուսամետ ուժի։ Մեր քաղաքական ներկայապնակում մեր ներկայությունը հենց դրա համար է, որ մենք կարողանանք այդ խնդիրները բարձրաձայնենք։ Վլադիմիր Պուտինը ով է, որ ընդհանրապես որևէ կերպ ներգրավվի կամ ցանկություն հայտնի քաղաքական մեր երկրի քաղաքական գործընթացներում որևէ դերակատարի վերաբերյալ, առավել եւս մեկի, որը Հայաստանի քաղաքացի չի, առավել եւս մեկի, որը սպասում է, որ ընտրությունները վերջանան, որպեսզի նոր ուրեմն կարողանա իր քաղաքացիության հետ կապված հարցերին ընթացք տա։ Իհարկե գիտեմ, որ օրինակ Սամվել Կարապետյանը հիմա Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու կարծես գործընթաց է սկսել, ինչը մինչև հունիսի 7 իրեն չի հաջողվելու, որտեղ այնտեղ ավելի երկարաժամկետ գործընթաց է նախատեսված, բայց սա ուղղակի անարգանք է մեր երկրի մայր օրենքի նկատմամբ։ Ամեն ինչ մի կողմ։ Մենք կարող ենք քաղաքական տարբեր հայացքներ ունենալ, տարբեր համոզումներ ունենալ, բայց մենք չենք կարող օրենքի եւ օրինականության նկատմամբ այս կարգի անարգանք հանդես բերել։ Ես կարծում եմ սահմանադրությունը եւ օրենքը այն կարևոր հիմքն են, որի շուրջ համաձայնությունը չափազանց կարևոր է եւ համերաշխությունը չափազանց կարևոր է եւ քաղաքական ուժերը պարտավոր են այդ համախոհությունն ու համերաշխությունը հանդես բերել օրենքի եւ սահմանադրության առավել եւս նկատմամբ։ Այս վերաբերմունքը պիտի կտրուկ ուրեմն քաղաքական մյուս բոլոր ուժերի դատապարտման արժանանար։ Պարոն Բաբաջանյան, Ռոբերտ Քոչարյանն օրինակ տարբեր ծրագրեր է առաջարկում, օրինակ երկաթուղի հետ կապված նա մատնացույց է անում Աբխազիայի տարբերակը, ասում է պետք է զուտ մեկը լինի, քննարկի եւ այդ երկաթուղին բացվի աշխատեն, որտեղ դա եւ վրացիքին է ձեռնտու, եւ Հայաստանին, եւ Ռուսաստանին, եւ Աբխազիային, ասում է ինչ կարիք կա, մի հատ էլ մտածել Ադրբեջանի տարածքով անցնել, չանցնել, ասում եմ մի հատ էլ դա Ադրբեջանի նեղության մեջ կդնենք, որ շրջանցում ենք իրենց։ Սա իրատեսական է թե ոչ։ Ես ընդհանրապես կարծում եմ աբխազական երկաթուղին որևէ հեռանկար չունի եւ այդտեղ խոսելու որտեղ այդպիսի քննարկում չկա։ Դա բացառապես Ռոբերտ Քոչարյանն է քննարկում, ոչ վրացիներն են դրա շուրջ խոսակցություն ծավալում։ Իդեպ այն բոլոր լուրերը, որ Վրաստանում այդպիսի քննարկում կա, ամենաբարձր մակարդակով հերկվեց, որտեղ այդ երկաթուղու գործարկումը կնշանակի, որ վրացիները առհավետ հրաժարվում են Աբխազիայից եւ Օսեթիայից, ինչը չի կարող տեղի ունենալ, որտեղ այն իշխանությունը, որը այդպիսի բան թույլ կտա, ուղղակի իշխանություն չի լինի հաջորդ օրը Վրաստանում։ Գումարած Վրաստանի եւ Ռուսաստանի միջև պետք է այնպիսի քննարկումներ գնան աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ, որոնք շատ լուրջ բանակցային գործընթաց են ենթադրում, իսկ եթե գիտեք Ժնևում այդպիսի գործընթաց տարիներ առաջ ընդհատվել է այդ խոսակցությունը եւ չի վերսկսվել։ Հետեւաբար Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները մերկապարանոց են եւ որևէ տեղ չտանող։ Հայաստանը շատ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերել TRIP-ի վերաբերյալ եւ ես կարծում եմ, որ մեր հիմնական ուշադրությունը պիտի կենտրոնանա այդտեղ, որտեղ դա ոչ միայն ճանապարհների ապաշրջափակում եւ փոխկապակցվածություն է ստեղծում, այլև անվտանգություն եւ խաղաղություն ապահովող կարևոր տարր է դառնում ընդհանուր փաթեթի մեջ, այդ խաղաղության գործարքի մեջ։ Եվ ես տեսնում եմ, որ ռուսների կեցվածքը եւ դիրքորոշումը այդ վերջնագրային տոնը Օվերչուկ, Պեսկով, Պուտին շատ վտանգավոր շեշտեր է իր մեջ պարունակում։ Ըստ էության ռուսները իրենց ձեռքում պահել են կարևոր լծակ, թույլ չտալու այս խաղաղության գործընթացը իր լրումին հասնելու։
իսկ մենք հասկանում ենք, եթե Հայաստանի իշխանություններին չի հաջողվում թրիպը օրինակ կենսագործել, մենք չենք ունենալու ոչ խաղաղություն եւ չենք ունենալու մեծ հաշվով նաեւ իշխանություն, որը միջազգային հարաբերություններում պայմանագրունակ է կամ դագավարասպասողն է, որտեղ Հայաստանի իշխանությունները միջազգային հանրության հետ այդպիսի պայմանավորվածության են գնացել, որ մենք ի վիճակի ենք օրինակ մեր երկրի տարածքում տրիպ կառուցել, բայց մենք ակնհայտորեն տեսնում ենք թե հայաստանյան ձեր նշած քաղաքական շրջանակն է կարծես ողջևորված ռուսական այս վերջին հայտարարություններով, որ մենք չենք պատրաստվում օրինակ հանձնել ղազախներին կամ էմիրություններին։ Եվ թե Ռուսաստանից ենք մենք շատ այնց կոպիտ հայտարարությունների ընդհանուր միջև Թուրքմենչայի պայմանագիր են մեզ հիշեցնում եւ այլն, բալանսի խախտման մասին են խոսում։ Սրանք կարևոր կարծում եմ զարգացումներ են, որոնք այսօր չենք կարող գնահատել, որովհետև բոլորը սպասում են առաջիկա ընտրությունների արդյունքներին։ Այդ արդյունքներից հետո միայն հնարավոր կլինի խոսել, օրինակ կոնցեսիան ի վիճակի կլինի Հայաստանը լուծարել թե ոչ։ Որովհետև իմ պատկերացմամբ այլ ելք չի մնում, քան ընդհանրապես քննարկել եւ ռուսական կառավարումը ուղղակի դադարեցնել, ետ վերցնել, որտեղ այդտեղ ազգայնացնելու բան չկա։ Կարծում եմ այդտեղ մենք եւ ատոմակայանի հետ կապված շատ ցավոտ լուծումներ ունենք, որտեղ գիտեք Ռոսատոմը ձգտում է մինչեւ 2036 թվականը երկարաձգել այդ աշխատանքները, եթե Հայաստանը պարտավորվի նոր ատոմակայանի կառուցումը վերապահել Ռոսատոմին։ Մինչդեռ մենք գիտենք, որ ամերիկացիների հետ արդեն գրեթե ձեռք բերված պայմանավորվածություններ կան։ Եվ իհարկե ընդհանրապես պիտի ասեմ, որ Հայաստանի գործող իշխանությունը չափազանց բարդ վիճակի մեջ է ինքը իրան դրել, հայտարարելով, որ իրենք 65% սահմանադրական մեծամասնություն պիտի կարողանան կազմել։ Մեր ուսումնասիրությունները, նաև միջազգային մեր գործընկերների մեզ հետ կիսված արդյունքները ցույց են տալիս, որ դա անհնար է։ Ինչքան է հավաքում։ Դե այս պահին 50 նույնիսկ չեն կարողանում հաղթահարել, բայց դա չի խնդիրը, եթե նույնիսկ 50-ը հաղթահարեցին, ենթադրենք կայուն մեծամասնության դրույթով, 65%-ը չափազանց ուրիշ կարևոր հարցի համար է կարևոր, դա սահմանադրական հանրաքվեն է, հանրաքվեն պիտի լինի գործող իշխանության ամենաառաջին եւ հիմնարար հարցը։ Դրա ամենամեծ հակառակորդը ընդհանրապես սահմանադրությունը մեր փոխելու Ալիևն է։ Թեև Ալիևը անդադ խոսում է նրա մասին, որ ինքը պահանջում է, որ մենք մեր սահմանադրությունից դուրս բերենք անկախության հռչակագրում տեղ գտած այդ հղումը, հա, 89 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշման։ Բայց ակնհայտորեն իրեն ձեռնտու չի, որ Հայաստանում սահմանադրությունը փոխվի, որտեղ սահմանադրության այս արկախված վիճակը, չփոխված վիճակը մշտապես իրեն հնարավորություն է տալիս մեզ կախված պահել։ Գումարած ցույց տալ, որ Հայաստանը ի վիճակի չի միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունները իրականացնել։ Այսինքն Հայաստանը դագավառասպասողն երկիր չի։ Եվ եթե գործող իշխանությունը չի կարողանում իր հավաքած քվեներով այս խնդիրը լուծել, ես կարծում եմ, որ մեր գտնվելը խորհրդարանում կարևոր է նաև դրանով, որպեսզի մենք չկրկնենք օրինակ Լիբանանի ճակատագիրը։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Խորհրդարանում փոխվի սահմանադրությունը։ Չէ, խորհրդարանում նախ որոշում նախագիծը պիտի հաստատվի, որը պիտի դրվի հանրաքվեի։
65%-ը ինչի համար է պետք, որպեսզի առաջարկվող նախագիծը հաստատվի, որը պետք է դրվի հանրաքվեի, այդպես է կարգը, եթե գիտեք։ Ինչ է Լիբանանում կատարվում։ 1 տարի առաջ միջազգային հանրության առաջ Լիբանանի նոր կառավարությունը հանձնառություն վերցրեց, որ Հեզբոլահը կզինաթափի եւ Հեզբոլահը միայն քաղաքական գործունեությամբ կզբաղվի եւ զինված իրենց բոլոր կազմավորումները այլևս գոյություն չեն ունենա։ Մի բան, որ չկարողացավ անել Լիբանանի կառավարությունը։ Եվ այն ինչ որ հիմա Իսրայելը անում է Լիբանանի հետ, ամբողջությամբ լեգիտիմ է, որտեղ միջազգային հանրությունը հարցրել է Լիբանանի կառավարությանը, դու ի վիճակի ես դա անել։ Իրենք ասել են այո։ Եվ այս նախադեպը չափազանց մեծ ու վտանգավոր նախազգուշացում է մեզ համար։ Դա ուղղակի թույլ չտալու միակ ձևը այս ընտրություններում այս հրատապությունը եւ այս հերանեկարը, այս վտանգավոր հերանեկարը մեր ժողովրդին ներկայացնելն է եւ նրանք, ովքեր որոշել են օրինակ տանը մնալ եւ չմասնակցել այս ընտրություններին, պիտի իրենց պատասխանատվությունը նաեւ հասկանան։ Պարոն Բաբաջանյան, տեսեք, դուք ասում եք ընդդիմափոխությունն է պետք, ուզում եմ հասկանամ դուք ինչ հարցերում եք դեմ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ասում եք, տեսեք, որ սահմանադրության նախագծի կողմ քվեներ լինի, ապահովենք, օգոստոսի 8-ին կողմ եք, երկաթուղին վերցնելուն Նիկոլ Փաշինյանի նման կողմ եք եւ այլ լիքը հարցերով ի տարբերություն գործող իշխանության, որը հայտարարում է, որ այս ընտրություններին մասնակցում են գողեր, ավազակներ, կաշառակերներ եւ այլն։ Մենք ասում ենք, որ գողերը, ավազակները եւ կաշառակերները չպիտի մասնակցեն ընտրություններին։ Նրանք ոչ թե պիտի ելույթներ ունենան հրապարակներում, այլ պիտի օրինակ ցուցմունք տան անազատության վայրերում։ Դուք ո՞նց եք եւ մենք ասելու ենք, որ գործող իշխանությունը փոխանակ մարդկանց անբանարկի, ասի դու հանցագործ, դու կաշառակեր, դու ավազակ ես։ Նրանց պետքա ուրեմն պատասխանատվության կանչի։ Նրանց քաղաքական գործունեությունը պիտի կասկածի տակ դնի։ Մենք հայտարարել ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 18-ին կարևոր որոշում է հրապարակել։ Եվ այսօրվա քաղաքական հիմնական դերակատարների Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի 2008 թվականի մարտի 1-ին քաղաքական իշխանության դատախազական, քննչական, դատաբարական ամբողջ այդ իշխանությունը ուզուրպացրած, զավթած այդ բուրգի նկատմամբ վերդիկտ է արձակել, որոշում է արձակել։ Դա բավարար էր, որպեսզի գործող իշխանությունները ուղղակի այդ իրավական գնահատականին քաղաքական գնահատական տային եւ առնվազն այս ընտրություններին նրանց մասնակցությունը հնարավոր չդարձնեին։ Մենք այս հարցերն ենք բարձրացնում։ Մենք արտաքին քաղաքական մի շարք հարցերի խորության եւ արագության հետ խնդիր ունենք։ Նիկոլ Փաշինյանը Պուտինին ասում է, ես չեմ կարողանում հայ ժողովրդին բացատրել, թե ՀԱՊԿ ինչու այսպես վարվեց։ Մենք պատրաստ ենք բացատրել հայ ժողովրդին։ Եթե Նիկոլ Փաշինյանը կաշկանդված է, մենք կաշկանդված չենք։ Դա պատրաստ ենք որպես ընդդիմություն անել եւ մեր ժողովրդին պատմել, թե ինչ պիտի աներ օրինակ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը եւ ինչ չի արել եւ դա ինչ հետևանք պիտի ունենա։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը Եվրամիության հետ պիտի ժամ առաջ իր հարաբերությունները հստակեցնի եւ անդամակցության գործընթացի մեկնարկ պիտի տրվի։ Մենք օրենք ենք ընդունել եւ դրանում մենք գործնական մասնակցություն ենք ունեցել։ Մենք կարծում ենք, որ ընդհանրապես մեր երկրի արդյունաբերական, սոցիալական, քաղաքական, տնտեսական բոլոր բարեփոխումները մեծ հաշվով էապես կախված են մեր արտաքին քաղաքական ընտրության հետ։ Առանց Եվրամիության հետ
հարաբերությունները հստակեցնելու, առանց Եվրամիության անդամ դառնալու հայտ ներկայացնելու տնտեսական մեծ փոփոխությունների, մեծ բարեփոխումների հերանեկար չենք կարող։ Դուք գալիս եք խորհրդարան, որ ասեք նախկիններին լավ չեք դատում եւ Ռուսաստանից լավ չեք հեռանում։ Ոչ, մենք գալիս ենք ասելու, թե Հայաստանը ինչ պիտի անի, որպեսզի կարողանա ուրեմն անշեղորեն շարունակել իր ընթացքը ժողովրդավարական համակարգի մեջ, ինչպես պիտի ժողովրդավարական ինստիտուտները ուրեմն ամրապնդվեն եւ ամենակարևորը խաղաղության օրակարգի շուրջ քաղաքական լայն կոնսոլիդացիա պիտի ապահովենք։ Մեր համոզմամբ ձեռք բերված միջազգային հանրության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք մեծ հաշվով խաղաղության ապահովման կարևոր պայման են, չի կարող կախված լինել մի անձից, մի քաղաքական ուժից եւ մի ընտրական ցիկլից։ Չափազանց կարևոր է, որ մենք դրա շուրջ կարողանանք լայն քաղաքական համախոհություն ապահովել, որովհետև ինստիտուտներն են, որոնք կարող են երաշխավորել պետության հարատևությունը, անձինք չեն կարող ուրեմն երաշխավորել այս կարևոր հարցերը։ Եվ մենք այդ ինստիտուտների մասին ենք ուզում խոսել։ Մենք ուզում ենք, որ պետությունը ուրեմն իր ամրությունը զգա ոչ թե այս կամ այն անձով, այլ ինստիտուտներով, որոնք գերաշխավորեն պետության հարատևությունը, անշրջելի կդարձնեն ժողովրդավարական գործընթացները եւ մենք ամեն ընտրության չենք կանգնի պետության լինել չլինելու այս երկընտրանքի առջև, որովհետեւ հիմա այն ինչ որ մեզնից պահանջում են ռուսները, Պուտինը բաց տեքստով մեզնից պետականություն է պահանջում։ Դրա դիմաց ասում է, եթե չեք տալիս, գազը կթանկացնենք։ Հիմա մենք հավաքականորեն այս ընտրություններին նաև այդ հարցին պիտի պատասխանենք եւ մենք պատրաստվում ենք այս հարցերը բարձրաձայնել, որ չի կարող որևէ գին, օրինակ, ավելի կարևոր լինել, քան Հայաստանի պետականությունն է։ Եվ մենք չենք պատրաստվում գազի գնի դիմաց հանձնել Հայաստանի պետականությունը։ Եվ այս հարցերը չափազանց կարևոր է, որ խոսվեն։ Իսկ ով պիտի խոսի, եթե ոչ մենք։ Մեր այսպես կոչված գործընկերները, Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան, չգիտեմ, Հայաստան Դաշինք, դրանք բոլորը Հայաստանի վասալացման օրակարգն են առաջ մղում եւ անթակույց։ Այսինքն մենք հասկանում ենք, որտեղից են իրենք սերում եւ որտեղից են ստանում իրենց պատվերները եւ ինչ փողեր են շրջանառում եւ այդ մարդիկ խոսում են, որ իրենք շատ լավ հարաբերություններ ունեն Լուկաշենկոների եւ Պուտինների հետ, իդեպ Պուտինի, որը օրինակ հեղինակել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Մարդը խոստովանել է, որ այդ փաստաթղթի հեղինակն ինքն է։ Առնվազն նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարող ենք փաստել, որ Հայաստանի չեղարկման վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունը։ Հաստատապես։ Իր հեղինակած հայտարարությունը այդ երկիրը չի կարողացել նույնիսկ երաշխավորված իրականացնել։ Այդ փաստաթուղթը Արցախում Արցախահայերի անվտանգության ապահովման մասին է եղել։ Այդ փաստաթուղթը ընդամենը 2 տարվա կյանք է ունեցել։ 2023 թվականին մենք տեսել ենք, թե ադրբեջանցիները ինչ են արել այդ փաստաթղթի հետ եւ ուր են ուղարկել ռուսներին։ Այն Պուտինի էմիսարներն ու կլիենտներն են այդ ուժերը, ում պաշտպանության նախարարը հայտարարում էր թուրքերի հետ Արցախի տարածքում փայլուն օպերացիայի մասին։ Հիմա մենք այս արձանագրումները պիտի անենք, թե ոչ։ Լավ, եթե դուք 4-5 հոգանոց խմբակցությամբ այդ արձանագրումները ազգային ժողովի ամբիոնից արեցիք, ինչ է դրանից փոխվելու։ Ես կարծում եմ, որ սրանք կարևոր հարցեր են, որոնք պիտի հնչեն մեր խորհրդարանում։ Վերջի 5 տարիներին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից այդպիսի հարցեր չեն քննարկվել, իսկ նախորդ խորհրդարանում ես միակ պատգամավորն եմ եղել, ով բարձրացրել է այս հարցերը։
ընդհանրապես արևմուտքի հետ հարաբերությունների մեր բանակը բարեփոխումների ռելսերի վրա դնելու եւ արևմտյան ստանդարտների վրա դնելու եւ հապկից դուրս գալու եւ Եվրամիության հետ մերձենալու ՆԱՏՕ-ի ստանդարտների մասը դեռ որոշման ընդունում չի, այս հարցադրումները չափազանց կարևոր են, որպեսզի իշխանությունը տեսնի, որ հասարակության տրամադրությունները բոլորովին այլ են։ Հիմա մենք ունենք հարցումներ, որտեղ փաստվում է, որ մեր հասարակության ստվար հատվածը Ռուսաստանին ոչ միայն բարեկամ չի համարում, այլև սպառնալիք, ազգային անվտանգության սպառնալիք է համարում։ Եվ սա չի նշանակում, որ մենք պիտի հարաբերությունները դադարեցնենք։ Ոչ, ես կարծում եմ, որ մենք պիտի վերաֆորմատավորենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որքան էլ Հայաստանի արտգործնախարարը հրաժարվում է դա անել։ Եվ մենք պիտի հստակեցնենք այսօր գետնի վրա ինչ որակի հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Պիտի համապատասխանեցնենք այդ մակարդակի եւ հարաբերություններ շարունակենք։ Ես կարծում եմ, որ այս մեր արկախված վիճակը եւ անհստակությունն է նաեւ պատճառը, որ ռուսներին ամեն անգամ հնարավորություն է տալիս այսպիսի ուրեմն ախորժակով վերաբերվել Հայաստանի ամեն անգամ այս հերթական ընտրություններին։ Եթե Հայաստանը հստակ կարողանա իր տեղը ֆիքսել, անձնագիրը ֆիքսել, ազգանունը ֆիքսել, որ մենք երկիր ենք, որի նպատակը ենթադրենք այսքան տարի հետո դառնալն է Եվրոպական միության անդամ, մենք կանխատեսելի գործընկեր կդառնանք մեր անմիջական հարևանների, ինչպես նաև մեր պոտենցիալ դաշնակից գործընկեր երկրների համար։ Այս անհստակությունն է, որ շատ երկրների, այդ թվում նաև Ռուսաստանին, հնարավորություն է տալիս օրինակ Թուրքմենչայի պայմանագիր վկայաբերել Հայաստանի հետ ուրեմն իրենց հարաբերությունների ապագայի մասին խոսելիս կամ սպառնալից տոն օգտագործել, ասելով, որ Ղարաբաղի մասին որ խոսում եք, Ռուսաստանի անունը մի հնչեցրեք։ Մինչդեռ ես կարծում եմ, որ մենք այն քաղաքական ուժն ենք, որ ռուսներին միշտ պիտի հիշեցնենք, թե իրենք ինչ են արել Ղարաբաղի հետ, որովհետև պարտավորություններն էլ գոնե իրենք էին վերցրել եւ մեր մեջ առնվազն համոզում ձևավորել, հասունացրել, որ նվազագույն Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը իրենք կարողանան ապահովել։ Ես այդ ժամանակ գոնե падգամավոր եմ եղել, կառավարության այն նիստերին եմ մասնակցել, որտեղ որոշվում էր, օրինակ ավտոբուսներով արցախցիներին հետ ուղարկել պատերազմից անմիջապես հետո Արցախ, որտեղ վստահ էինք, որ ռուսները Պուտինի հեղինակած նոյեմբերի 9-ի այդ հայտնի հայտարարության։ Բայց նա էլ ասում եմ, Պրահայում առանց մեր իմացության գնացել ճանաչել եք Ադրբեջանի։ Նախ մենք իրենց տեղեկացնելու որևէ պարտավորություն չունենք, Պրահայի համաձայնությունը տեղի ունեցել հոկտեմբերի 6-ի 2022 թվականի։ Հարձակումը Հայաստանի տարածքի վրա տեղի ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին։ Եվ մենք դիմել ենք Ռուսաստանին երկկողմ պայմանագրի 2007 թվականի օգոստոսին կնքված այդ պայմանագրի հիմքով եւ հապկին դիմել ենք 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ռուսաստանը երկուսի մասով էլ անարձագանք է թողել եւ դրանից հետո հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած Պրահյան այդ հանդիպման ժամանակ մենք այլ բան քան Ալմաթիի հռչակագրի հիման վրա ձեռք բերված պայմանավորվածությունը վերահաստատելն է, ուրիշ բան չունեինք անելու։ Եվ այդտեղ Հայաստանը ոչ մի սխալ բան չի արել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի տարածքի նկատմամբ այդ հարձակումները հիմնական պատճառն են եղել, որ Հայաստանը գնացել է այդ ճարահատ քայլին։ Իդեպ նույն թվականին Հայաստանում տեղի ունեցել հապկ գագաթնաժողովը Երևանում։ Եվ մենք այդ հարցերը բարձրացրել ենք նաև նրանց առջև։ Իրենց այդ պատասխանները կամ պատասխանի չգոյությունը ավելի համոզիչ է դարձրել, որ Հայաստանը այնտեղ անելիք չունի, բայց ես չեմ կարծում, որ մենք պիտի սառեցված պահենք այդ հարաբերությունները, որտեղ նույնիսկ սառեցված պահելը ռիսկ է միշտ ստեղծում, որ
այս ամեն ինչը կարելի է շրջել եւ Հայաստանը օրինակ կարող է լիիրավ անդամ դառնալու կրկին որոշում կայացնել։ Մինչդեռ ես կարծում եմ, որ մեր բանակի, մեր հետախուզության, մեր ընդհանրապես համագործակցության համար տարբեր ուղղություններով Հնդկաստան, Եվրոպա, արաբական երկրներ, ռազմական եւ ռազմարտությունաբերական համագործակցության համար չափազանց կարեւոր է, որ Հայաստանը օրինակ հստակեցնի ինքը որտեղ է, որտեղ հապկում մենք պարտավորություններ ունենք եւ այնտեղ սառեցված ռեժիմ էլ գոյություն չունի դեպ ասեմ։ Մենք այդ ռեժիմը ինքներս մեզ համար ենք մտածել եւ այդ դաշնակցային պարտավորությունները ուղղակի մեզ դնում են հստակ ընտրության առաջ, որ այն զենքերը, որոնք մենք այսօր ձեռք ենք բերել, դրանց վերաբերյալ մենք պիտի ինֆորմացիան կիսենք մեր այսպես կոչված հապկի դաշնակիցների հետ կամ այն հետախուզական տվյալները, որ մենք այսօր ստանում ենք մեր իրական գործընկերների եւ դաշնակիցների աջակցությամբ, դրանք պիտի հասանելի դարձնենք նաեւ ռուսներին եւ մյուս դաշնակիցներին հապկում, որտեղ ի դեպ մեր հակառակորդ Ադրբեջանը շատ ավելի դաշնակիցներ ունի, քան մենք։ Այս հստակեցումները չափազանց կարեւոր է եւ կարեւոր է, որ մենք ֆրակցիայով ներկա լինենք եւ այս հարցերը ոչ միայն լիագումար նստաշրջաններում, այլև պրոֆիլային հանձնաժողովներում կարողանանք խոսել եւ այս հարցերում կարողանանք համապատասխան ուրեմն նաեւ լուծումներ գտնել, աջակցել գործող իշխանություններին ավելի համարձակ գտնվել, ավելի խիզախ գտնվել։ Պարոն Բաբաջանյան, այդ դեպքում մյուս հարցերում ընդդիմությունն ով է լինելու իշխանության։ Որ հարցերում։ Մնացած բոլոր ժողովրդավարության առումով հետընթաց, կոռուպցիոն մեր հարցն է, որտեղ չի կարող հակաժողովրդավարական որևէ հակաժողովրդավարական քաղաքական որևէ ուժ եկեղեցու դեպքում անհայտ չի, մենք ասել ենք ընդհանրապես ասել ենք, որ եկեղեցու հետ կապված հարցերը ներեկեղեցական են եւ պիտի բացառապես երիտասարդի հետ կապված, որ տարել են դպրոցականին տարել են կալանավայր 2 ամսով եւ ԿՊԱ-կանները անթակույց ուրախությամբ ցնցում են, որ այդ տղան պետք է վերջին զանգը ինչ են անում, բայց ես կարծում եմ, որ վերջին զանգի հետ կապված այդ քննարկումները պիտի մի քիչ ավելի լուրջ։ Չէ, դուք որպես քաղաքական ուժ դիրքորոշում չեք հայտնել, որ 18 տարեկանին տարեկան բանդ երիտասարդը իսկ նրա արարքը ինչ է։ Որ արարքը, որ ձեռքը չի դիպչել վարչապետին անգամ, որ փորձ է արել։ Դա ես կարծում եմ բավարար է, որպեսզի ցասում է եղել, այլ ոչ թե նախապես կազմակերպած բանդայի գործողություն։ Իսկ դրանք ուսումնասիրության հարցեր են, ես կարծում եմ, եւ վարչապետի ախրանիկը, որ բոքսում է այդ տղային, նա չպետք է պատասխանատվության։ Կարծում եմ ինքն էլ պիտի պատասխանատվության։ Չէ, Նիկոլ Փաշինյանն ասում է, ոչ, դա իր պարտականությունն է ինքը կատարում։ Ուրեմն դա էլ պիտի նայենք պարտականությունների մեջ մտնում է, կարծում պետք է նայել դա պիտի մտնում է իր պարտականությունների մեջ, գուցե մտնում է պարտականությունների մեջ։ Այո, ես կարծում եմ, որ անվտանգության ապահովման համար պատասխանատու մարդիկ կան։ Երբ արդեն պաշտպան մենք հարկեր ենք վճարում եւ կարծում եմ, որ Հայաստանի իշխանության կրող ցանկացած ոք այդ պաշտպանության կարիքը ունի, այդ թվում նաեւ վարչապետը։ Եթե մենք որոշել ենք, որ վարչապետը պիտի ունենա անվտանգության աշխատակիցներ, անվտանգության համար նաև կան ուրեմն կրիտերիաներ, նորմեր եւ պիտի տեսնենք։ Նոր կուկուներ են, հա, կամաց-կամացի հայտ գալիս։ Դե հիմա եթե դուք կուկուի դեպքը համատում եք։ Կուկուն էլ միանգամից ենթադրում եմ կուկու չի դարձել, էլի մանր դեպքերից է, չէ՞ կուկու դարձել։ Միանգամից է եղել, բայց վարչապետը որևէ մեկին չի հրահանգել տանել զուգարանում սպանել։ Այն ինչ որ տեղի է ունեցել Պապլավոկում բոլորովին այլ դեպք է։ Եկեղեցու մեջ բոքսել նստեյության հրահանգել է Ռոժան։ Ես նախ պետք է ուսումնասիրել, ընդհանրապես հասկանալ այդ ցասում, որ դուք կոչում եք ժողովրդավարական արժեքներ կրող ուժերքի չի պաստորեն վարչապետի նկատմամբ եկեղեցում ցասումից դրտված, հա, բռնություն գործադրել կամ փորձանել։ Դա պիտի ուսումնասիրվի, ես կարծում եմ։ Եվ թույլ տվեք, որպեսզի այդ ուսումնասիրությունը պատշաճ կերպով իրականացվի։ Ես իմացա, որ այդ տղան վատառողջ է եղել, նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, ինչ խնդիր կա։ Եվ եթե այդ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվել է
եւ որևէ խնդիր չի եղել, բա մարդիկ պիտի իրենց արարքների համար նաեւ պատասխան տան։ Դուք չեք քննադատում իշխանության այս միլիարդավոր պարգևավճարների Ես քանից ես դրա մասին ելույթ եմ ունեցել եւ մենք խոսել ենք։ Իհարկե, մենք կարծում ենք, որ պարգևավճարները պետք է հստակ ուրեմն չափորոշիչների դիմաց տրվի։ Չի կարող մարդը, падգամավորը, որը ընդհանրապես որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, որևէ падգամավորական աշխատանքով չի առանձնացել падգամավորական օրինակ այդ պարգևավճարների ուրեմն հնարավորություն ունենա։ Նույնը վերաբերում է գործադիր մարմնի շատ մեր գործընկերների։ Բայց ես չեմ ուզում, որ մենք այդտեղ մյուս ծայրահեղության գիրկը ընկնենք եւ հայտնվենք այն քաղաքական ուժերի մեջ, որոնք օրնիբուն պարգևավճարները դարձրել են իրենց քննադատության եւ ուրեմն ելույթների առանցք, որտեվ կարծում եմ, որ այդտեղ պիտի ուղղակի չափորոշիչների հարց քննարկվի եւ այս հարցն էլ կարծում եմ նաեւ ազգային ժողովում քննարկման առարկա պիտի դառնա հենց նույն բյուջետային օրինակ փաստաթղթի քննարկումների ժամանակ ահռելի անելիքներ կան եւ կարծում եմ, որ նույն ժողովրդավարական համակարգի, նույն կոռուպցիայի վերաբերյալ հարցերը այն հարցերի շրջանակն է, որ մենակ մենք կարող ենք բարձրաձայնել, որտեղ ոչ կոռուպցիայի հետ կապ ունենք, ոչ էլ հակաժողովրդավարական որևէ բնույթ ունենք։ Այն ուժերը, որոնք որ այսօր հավակնում են տեղ գտնել խորհրդարանում, որոնք հայկական Հայաստանի պետականության հետ ոչ մի աղերս չունեն եւ ոչ էլ առնչություն ունեն։ Իրենց բնույթով կոռուպցիոներ են եւ իրենց բնույթով հակաժողովրդավարական են ընդհուպ միջև մարտի 1-ի գործով մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով իրենք 10 քաղաքացի Առավոտ նախաճաշում էր իդեպ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի հետ առնչություն ունեցողներից մեկի հետ։ Դա խնդիր է։ Ես չգիտեմ ում մասին եք ասում, բայց իհարկե մենք այդտեղ քննարկելու հարց ունենք, մենք դատական իշխանության հետ խնդիր ունենք, մենք մարտի 1-ի գործով, 7-ի գործով դատավորի հետ կապված անհամաձայնություններ ունենք, ով հեղափոխությունից հետո դատական իշխանությունից դուրս դրվելու փոխարեն այսօր նույնիսկ դարձել է կենտրոնի դատարանի նախագահ։ Հա, մեզ բոլորից քաղբանտարկյալ դարձնող մնացական Մարտիրոսյանը։ Հիմա այս հարցով կարծում եք Ռոբերտ Քոչարյանի կամ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի որևէ ներկայացուցիչ կխոսի, ոչ, որտեղ ժամանակին մնացական Մարտիրոսյանի հետ իրենք շատ սերտ աշխատել են, մնացական Մարտիրոսյանը իրենց համար որոշումներ է արձակել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի համար է արձակում եւ մենք կարող ենք դրա մասին խոսել, որտեղ կաշկանդված չենք։ Մնացած բոլորը այս կամ այն կերպ առնչվել են դրա հետ եւ մենք դատական իշխանության հետ կապված մեր անհամաձայնությունները եւ բարեփոխումների մեր առաջարկը կարող ենք առաջ տանել եւ հասնել նրան, որ եթե իշխանությունները ազնիվ են իրենց հայտարարություններում, որ իրենք դատական իշխանության բարեփոխումների ջատագով են, ուրեմն միասին պիտի այդ փաստաթղթի շուրջ խոսենք, որտեվ առնվազն եթե մենք իրապես գնալու ենք եվրոպական ճանապարհով, մենք չենք կարող այս դատական համակարգով, այս անարդարության բեռով Եվրոպական միության անդամակցության հայտ ներկայացնել։ Այդ ստանդարտները թույլ չեն տալիս ուրեմն այս տեսակ դատական իշխանությամբ ուրեմն Եվրոպական միության անդամության նույնիսկ տեխնացու երկիր լինել։ Մենք կարծում ենք, որ այս դատական իշխանությամբ մենք չենք կարող համապատասխան ներդրումներ ապահովել, որովհետև այսօր ներդրումների բացակայությունը ինչի հետևանք է։ Մարդիկ չեն վստահում դատարանին։ Եթե դու չես կարող քո ներդրումը պաշտպանել դատական ճանապարհով, դու այդտեղ այդ երկրում ներդրում չես անի։ Եվ մենք տեսնում ենք, որ դատական իշխանության հետ սոսկալի խնդիրներ կան եւ վերջին ապացույցը Ծառուկյանի օրինակ 2017 թվականի գործով, այդ կաշառքի գործով արդարացումներ։ Որևէ մեկը դրա հետևից գնացել է, դատավորը այդ ինչ որոշում է կայացրել։ Այսինքն մեր աչքի առաջ Ծառուկյանի մասնակցությամբ այդ ընտրական հանցագործությունները Ծառուկյանին չեն առնչվում, որովհետև ինքը անձամբ ինչ որ մեկին փող չի բաժանել։
սրա այս հարցերով պիտի բարձրաձայնի իշխանությունը, որը ինքն նշանակել է բարձրագույն դատական խորհրդի անդամներին, թե նրանք, ովքեր որ իբնե այդ ընտրական հանցագործությունների հեղինակներն ու մասնակիցներն են։ Մենք պիտի դրա մասին բարձրաձայնենք։ Մենք պիտի դրա մասին խոսենք։ Ու այս մասին տևական 5 տարի ոչ մեկ ձայն չի հանել, որտեղ գործող իշխանությունը կաշկանդված է դրանով, իսկ մյուսները շատ էլ գոհ են այս դատական իշխանությամբ, որտեղ այդ դատական իշխանության մոտավորապես մի 60%-ը շարունակում է նախկին իրենց նշանակած դատավորներն են շարունակում պաշտոնավարել ու այս հարցերի մասին։ Եվ վերջում դուք կնպաստեք Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը, թե ոչ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ես ճիշտ ասած Նիկոլ Փաշինյանի համար որևէ խնդիր չեմ տեսնում, որ իրենք իշխանությունը կարողանալու են ձևավորել եւ կառավարություն կազմել։ Դրա համար մենք ասում ենք, որ մեր առաջի համարը վարչապետի տեխնացու չի եւ մենք չենք գնում իշխանափոխության։ Մենք մեծ ճոռոմ ելույթներ չենք ունենում։ Մենք գիտենք մեր անելիքը եւ մենք գիտենք նաեւ ժողովրդի տրամադրությունները, մենք հանդիպում ենք մարզային 50+1-ի խնդիր, եթե ունենա, ես կարծում եմ, որ ինքը չի ունենա, որովհետեւ կայուն մեծամասնության հարց կա։ Նայեք, մենք գաղափարական եւ սկզբունքային հարցերի մասին ենք խոսում։ Նարեկ, եթե լինի դրա անհրաժեշտությունը, մենք հստակ հարցեր ունենք Նիկոլ Փաշինյանին։ Եվրամիության անդամակցության հարց, ՀԱՊԿ-ի հարց, ԵԱՏՄ-ի հարց։ Դա Հայաստանի ապագային առնչվող կարևորագույն հարցեր են, ժողովրդավարության։ Հետո նաև առաջ կքաշեք պորտֆելներ, որ օրինակ համակարգի հարց։ Այո, եթե անհրաժեշտ լինի պորտֆելներ, որպեսզի այս սկզբունքները մենք կարողանանք առաջ տանել, իհարկե պիտի գնանք այդպիսի համագործակցության։ Որտեղ սկզբունքներն են կարևոր, արժեքներն են կարևոր, ինչի շուրջ մենք կարող ենք համագործակցել։ Ոչ թե քննարկել ում կաջակցենք, ում չենք աջակցի։ Ինչ սկզբունքներ մենք առաջ կդնենք քննարկման, որոնք անհրաժեշտ է աջակցել կամ ոչ։ Շնորհակալություն, պարոն Բաբաջյան։ Բաբաջյան։ Շնորհակալ։